Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, դոցենտ Լուսինե Զաքարյանի տուն թանգարանի տնօրեն Սուսաննա Դավթյանի վերջերս լույս տեսած Փարաջանով գիրքը հեղինակը իր հոգու պարտքն է համարում, որը վերջապես կեսդարյա ընդմիջումից հետո կարողացել է իրականացնել։ 75 գիտական աշխատանքների հեղինակի համար այս գիրքն առանձնահատուկ է իր հերոսով, պոետիկ կինոյի հանճարեղ ռեժիսորով, որի հետ շփումները սկսվել են 1989-ին և շարունակվել մինչև Փարաջանովի վախճանը։ Այդ շփումների արդյունքում ստեղծվել է բացառիկ հարուստ արխիվային նյութ, որն իր ստորագրությամբ հաստատել է ինքը Փարաջանովը։ Յուրաքանչյուր էջի վրա Փարաջանովը դրել է իր ստորագրությունը, որովհետև քաջ գիտակցում էր, որ իր մասին որևէ նյութ տպագրելը համարյա անհնար է եւ կարող է տպագրողի համար եւ հեղինակի եւ տպագրիչի համար տհաճությունների առիթ ստեղծել։ Ամեն էջի վրա դրեց իր ստորագրությունը եւ իր ընտանեկան ալբոմից տվեց նկարներ։ Գրքում Սուսաննա Դավթյանն անդրադարձել է համաշխարհային կինոյի վրա Փարաջանովի ազդեցությանը, կինոյի և հանդիսատես կապի ներքին դիալեկտիկային և ազգային կինոյում ունեցած նրա դերին։ Դեռ 2002-ին հեղինակը ապագա գրքի 3 մասերը ներկայացրել է Արտավազդ Փելեշյանի գնահատմանը և հետևելով նրա խորհրդին առանձնացրել է գրքի վերջին մասը։ Փելեշյանը կարդաց եւ 3 մասից էր բաղկացած աշխատանքը, ասեց 3-րդ մասը առանձին կտպես։ Առաջին 2 մասում ես տեսա Փարաջանովին, նրա ձայնը, նրա ռիթմը, նրա խոսքը, նրա աուրան ամբողջ նկատեցի։ Դուք ոնց որ 2 արվակ քչքչալով իրար հետ գնում եք։ Գրքի առավել հետաքրքիր դրվագներից մեկն էլ ներկայացնում է, թե ինչպես Լուսինե Զաքարյանի միջնորդությամբ Փարաջանովը վերջապես ծանոթանում է Վազգեն Վեհափարի հետ, որի օգնությունն էր ակնկալում իր նոր սցենարների, հատկապես Գանձեր Արարատ լեռան լանջին ֆիլմի համար։ Հետադարձ հայացքով գնահատելով այդ չիրականացած նախագծերը, Սուսաննա Դավթյանը փաստում է. ազգովի պարտք մնացինք կինոհանճարին։ Մենք մեղավոր մնացինք այդ մարդու առջև, որ մենք պարտք ենք այդ մարդուն, որ այդ մարդը 2 տարի նամակ էր գրել, խնդրում էր, որ գամ Հայաստանում Սասունցի Դավիթ էպոսը նկարեմ, Արագեղեցիկ Շամիրամ նկարեմ, քարան տարբերությամբ վերաբերվեցինք։ Գիրքը եռալեզու է հայերեն, անգլերեն, ռուսերեն տեքստերով և շատ հետաքրքիր նրբերանգներ է հավելում Փարաջանովյան չսպառվող թեմային։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։